Ըստ խնդրի, դասին եկած 21 աշակերտների մեջ կանոն չբերողների քանակը 3-ով պակաս է կանոն բերողների քանակից։ Հայտնի է նաև, որ գրիչ չբերողների կեսը մոռացել է կանոն բերել, իսկ կանոն բերողների կեսն էլ մոռացել է գրիչ բերել։ Պահանջվում է գտնել, թե քանի աշակերտ է դասին ներկայացել գրիչով։ Շատ լավ, այստեղ աղյուսակ ունենք, որտեղ նշված են կանոն գրիչ և բերող չբերող։ Շուտով սա կհասկանանք ինչ է, և դա այսպիսի շրջան չէ, իրականում պատկերով ուղղակի ընդհանուր 21 աշակերտների քանակն ենք ներկայացնում, հետո սրա վրա որոշակի փոփոխություններ կանենք ընթացքում ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է կատարվում։ Հիմա մեզ մոտ աշակերտները լինելու են կամ կանոն բերող, կամ կանոն չբերող, այսինքն այս սյունում գրված թվերի գումարը պետք է ցույց տա դասարանում եղած աշակերտների քանակը, այսինքն 21, և աշակերտները լինելու են կամ գրիչ բերող, կամ գրիչ չբերող, ուստի այս սյուն մեջ գրված գումարն էլ նույնպես պետք է լինի 21։ Սա իմացանք, այս ամենը հասկացանք։ Հիմա արդեն եկեք առաջին պայմանը կարդանք ու փորձենք դրանից ինչ-որ եզրակացություններ անել։ Օրինակ այն, որ դասին եկած 21 աշակերտների մեջ կանոն չբերողների քանակը եթե 3-ով պակաս է կանոն բերողների քանակից, ապա եթե մենք կանոն չբերողների քանակը ինչ-որ հատվածով նշանակենք այստեղ, ապա կանոն բերողների քանակը պետք է այդ հատվածից 3-ով ավել լինի։ Եվ դե ինչպես արդեն նշել էինք, աշակերտները լինելու են կամ կանոն բերող, կամ չբերող, ուստի այս երկուսի գումարը պետք է հավասար լինի 21-ի։ Այսինքն, եկեք այստեղ նշենք քայլ 1, ահա, դա մեր 3-ն էր։ 2 կապույտ հատված, դրան էլ ավելացրած 3-ը մեզ մոտ պետք է հավասար լինի 21-ի։ Որտեղից հետևում է, որ 2 կապույտ հատվածը հավասար է 21-ից անած այդ 3-ը։ Այսինքն 18։ Դա հետևաբար էլ կարող ենք ենթադրել, եզրակացնել արդեն, որ մի կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է 9-ի։ Շատ լավ, դա այսինքն այստեղ էլ կապույտ հատված և կապույտ հատված ավելացրած 3-ի փոխարեն, ուղղակի կնշենք, որ չբերողների քանակը 9 է, իսկ բերողների քանակն էլ 9 գումարած 3, այսինքն 12։ 2-ի գումարը 21 է, ուստի ամեն ինչ ճշմարիտ է։ Վերադառնանք ստուգենք պայմանը, աշակերտների մեջ կանոն չբերողների քանակը 9 է։ 3-ով պակաս է կանոն բերողների քանակից 12-ից, 12-ից հանում ենք 3, 9 է ստացվում, ուստի ամեն ինչ ճշմարիտ է այստեղ։ Շատ լավ, հաջորդ պայմանը որն է, որ գրիչ չբերողների կեսը, ահա այստեղ գրված թիվը, այստեղ գրված թվի կեսը իրականում, մոռացել է կանոն բերել։ Իսկ կանոն բերողների կեսն էլ մոռացել է գրիչ բերել։ Շատ լավ, կանոն բերողների կեսը, ահա, կանոն բերողների կեսը մոռացել է գրիչ բերել, այսինքն այստեղ մենք կունենանք 6, բայց սրան նաև ավելացնելու ենք, լավ, եկեք այստեղ հատվածով այսպես պատկերենք, ահա, հիմա, ինչ ունենք, գրիչ չբերողների կեսը, որը կապույտ հատվածով այստեղ ենք պատկերել, իրականում եկեք ուրիշ գույնով պատկերենք, որ այս քայլ 1-ի կապույտ հատվածի հետ չխառնենք, թող կանաչ հատված լինի, ահա, սա գրիչ չբերողների քանակն է։ Հիմա գրիչ չբերողների կեսը մոռացել է կանոն բերել, այսինքն այստեղ այս կեսը մոռացել է կանոն բերել։ Նշենք այստեղ քայլ 2, մի կանաչ հատվածը մեզ մոտ կանոն չի բերել։ Ահա, մյուս մասից էլ գիտենք, որ կանոն բերողների կեսը 12, երկրորդը հավասար 6, մոռացել է գրիչ բերել, գրիչ չի բերել։ Հիմա այստեղից ինչ կարելի է եզրակացնել։ Այստեղ նաև պետք է նշել, որ այս 12 երկրորդը հավասար է 6, աշակերտները, ովքեր գրիչ չեն բերել, նրանք բերել են կանոն։ Ահա, այդպես էր չէ նշված, կանոն բերողների կեսն էլ մոռացել է բերել գրիչ։ Այստեղ նշենք, որ կանոն բերել են։ Ահա,
6 աշակերտ գրիչ չի բերել, բայց կանոն բերել է։ Մյուս կողմից գիտենք, որ ահա այստեղ գրիչ չբերողների կեսը մեզ մոտ կանոն չի բերել։ Նշանակում է, որ եթե գրիչ չբերողներն ենք պատկերացնում ընդհանուր, այ այս կանաչ երկու հատվածները այսպիսի պատկերով ներկայացնենք, գրիչ չի բերել։ Գրիչ չբերողներն էլ իրենց հերթին բաժանվելու են երկու մասի՝ կանոն բերողների և կանոն չբերողների։ Եկեք այսպես գրենք կանոն բերող և կանոն չբերող։ Հիմա մենք գիտենք, որ գրիչ չբերողների, ահա սրա, կեսը մոռացել է կանոն բերել։ Եթե մի կեսը կանոն չի բերել, սա 1/2 մասն է, նշանակում է մյուս կեսն էլ կանոն բերել է։ Հետևաբար, եթե գրիչ չբերողների այն կեսը, որը որ բերել է կանոն, 6 աշակերտ է։ Ահա այս կեսը մեզ մոտ 6 աշակերտ է։ Նշանակում է, որ մյուս կեսը նույնպես պետք է լինի 6 աշակերտ։ Այսինքն այստեղ ունենք 6 գումարած 6, հավասար 12 աշակերտ։ Հետևաբար վերևում էլ 9 աշակերտ ունենք և վերադառնանք խնդրի պահանջին, ինչ էր պահանջվում գտնել։ Պահանջվում էր գտնել, թե քանի աշակերտ է ներկայացել գրիչով, իսկ գրիչ բերողները մեզ մոտ 9 աշակերտ էին։ Հետևաբար պատասխան 9 աշակերտ։ Ահա, եկեք ամփոփենք և այս վերջին կտորը ևս մեկ անգամ ասենք, ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է կատարվել։ Դե քայլ մեկը արդեն հասկանալի է ինչ ենք արել, ուղղակի տրված պայմանով գտել ենք, թե ինչ ունենք։ Կանոն բերողները քանի հոգի են, կանոն չբերողները քանի հոգի են։ Հիմա ինչն է մեզ մոտ կարևոր հասկանալ։ Կարևոր է հասկանալ այն, որ երբ մենք պատկերում ենք ընդհանուր գրիչ չբերողները երկու մասի են բաժանվում՝ կանոն բերողների և կանոն չբերողների, որովհետև դա այդպես է։ Գրիչ բերել է, չի նշանակում, որ կանոն նույնպես բերել է։ Հետո խնդրի պայմանը հետևյալն է, որ գրիչ չբերողների կեսը մոռացել է կանոն բերել։ Դե եթե մեզ մոտ ընդհանուր գրիչ չբերողների երկու մաս էին, բայց մենք չգիտենք ամենասկզբում, թե ինչպիսի մասերի են բաժանվել, էլի, այսինքն գրիչ չբերողների որ մասը կանոն է բերել և որ մասը կանոն չի բերել, բայց խնդրի պայմանը հենց ասում է, որ բերողների կեսը մոռացել է կանոն բերել, ինչը նշանակում է, եթե մի կեսը մոռացել է կանոն բերել, ապա մյուս կեսը կանոն բերել է, 1/2 մասերն են։ Հետևաբար, այս ամենը հասկացանք, քանի աշակերտ գրիչ չի բերել և բերել է կանոն, նույնքան աշակերտ էլ գրիչ չի բերել և կանոն նույնպես չի բերել։ Հետո արդեն կարդում ենք սրա շարունակությունը, որտեղ ասում է, որ կանոն բերողների կեսն էլ մոռացել է գրիչ բերել։ Դե քանի որ մենք կանոն բերողների քանակը գիտեինք, որ 12 է, ապա վստահորեն ասում ենք, որ կանոն բերել են և գրիչ չեն բերել 6 աշակերտ, որովհետև դրանց կեսն է։ Հիմա ստացվեց 6 աշակերտ կանոն է բերել և գրիչ չի բերել։ Ու քանի որ գրիչ չբերողների կեսը կանոն չէր բերել, մյուս կեսը բերել էր կանոն, նշանակում է, որ կանոն չբերողների քանակն էլ էլի 6 է։ Ինչն էլ հետևում է արդեն, որ գրիչ չեն բերել 12 աշակերտ։ Իսկ եթե գրիչ չեն բերել 12 աշակերտ, ընդհանուր աշակերտների քանակը 21 է, հետևաբար 9 աշակերտ գրիչ բերել է։ Եվ խնդրի պատասխանը, թե քանի աշակերտ է ներկայացել դասի գրիչով, կլինի 9։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։